ոնց ասում են, կես կատակով, կես լրջով, քանի որ առանց կատակ կյանք չկա, մսաղացս հոգ եմ, ասած մեր լորեցիներին, իսկ ոսկեղենիկ հայերենով էլ ասած, մսաղացս տեղավորեմ, ստարտի դնեմ, քանի որ մսաղացով գործ ենք անելու սիրելի հետևորդներս, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում և եթե խոհանոցում ենք, մի համեղ բան հաստատ պատրաստում ենք, այսօրվա ոնց ասեմ վլոգս տեսակեպես տնավարի աշատ, սենց խոհանոցային ու չգիտես թե ոնց ստացվի այդպես էլ անելու եմ, քանի որ տեսակս այդպիսին է, այն ձևականությունների հետևից ընկնող մարդ չեմ, տոներն են մոտենում, բոլորս ենք խոհանոցում, ես էլ առավել ևս բացառություն չեմ, սոխ եմ մաքրել, մի անգամից ուղարկեմ ստեղ, էլ ովքեր են իմ նման, այս ձևով հոտախտակը դրածա, տնավարի, հայավարի, հավեսով, շախով, շուխով, Աստծուն շնորհակալություն հայտնելով, անցնենք գործի, տոլմա եմ սարքում, են էլ ինչ տոլմա, ու մի ասելու եք ընկերուհի ջան, էլ ինչ տոլմա, առանց տավարի մսի, բայց ես ձեզ կխնդրեմ, հենց այս ձևով պատրաստեք, տարբերությունը վստահ եմ ասում զգալու եք, քանի որ ես վերցրել եմ խոզի փափկամիս ու տեսակ, որ ճարպ էլ կա, առանց ճարպի համով չի լինելու, դե ոնց են ասում, տոլմա էլ կա, տոլմա էլ, այսօրվա իմ պատրաստած տոլման, սիրելի հետևորդներս, թփով տոլմա է առնելու ու երբ որ մենք եփում ենք թփով տոլմա, եկեք ու համաձայնեք իմ հետ, որ յուղը տեղը տեղին ենք, չէ, դնում, որ ասում ենք յուղը դնի, համով դնի, սենց դնի, նենց դնի, իսկ այս դեպքում, որ պատրաստում եք խոզի փափկամսով, վստահ եմ ասում, այդքան տենց յուղու եսի մինչեր չենք լցնում, վերցրել եմ կիլո 200 գրամ միս, որ ասեմ սենց շատ միսա չէ, տեսակ, սառնա, սիրելի հետևորդներս, որ լավ գնացնի, աղալու եմ կադրիցու, որ այդ դրդրովները իմ ու ձեր նյարդերը կշտավի։ Խնդրեմ սիրելիներս, աղացի վերջացրեցի, տարածքը հավաքեցի, ավելացնում եմ իհարկե ինչ տոլմա, առանց կլոր բրնձի և արդեն իսկ համեմունքներն ենք ավելացնում, այսպես ու իրան մի քանի ժամ թողելու եմ սառնարան, որպեսզի լավ տեղը տեղին համեմվի, կարմիր պղպեղ եմ ավելացնում, այսպես, ոնց ասում ենք, ամեն ինչ չափի մեջ է, չէ, գեղեցիկ, սա է սևա, և աղա ձեռքով, մի լավ խառնում եմ, տեսեք ինչքան ինքը հյութեղ խճողակ է ստացվում, չեք էլ պատկերացնի, սիրելի հետևորդներս, իհարկե ցանկության դեպքում
գոնե մի փոքր գոլ ջուրը պարկ տալ իրա։ Այսպես լավ խառնենք։ Այնքան անուշ բուրեց, այնքան լավ բուրեց։ Փոքրինչ էլ ջուր եմ անում։ Կես բաժակ։ Որ էլ ավելի շուտեղու լավ է լինի։ Այ հենց այսպես։ Մի փոքրել և խճողակը պատրաստ է։ Թողենք մի քանի ժամ համենվի ու կշարունակենք։ Որոշակի ժամանակ անց էլ արդեն սիրելիներս մեր մոտ խճողակը հանել են։ Լավ տեղը խառնել, որ նորից միախառնվի, լավ հավեսով տոլմա ստացվի։ Հիմա ինչ եմ անում, նորից այսպես գեղեցիկ ձևով այսպես հավեսով ուղղում եմ, թուփ եմ բացում, սա այն տարբերակն է, սիրելի հետևորդներ, որ ծալում ենք չոր աղով ու երացնում։ Տեսեք, թե ինքը ինչքան լավ է մնում։ Հիմա այս գործը ոնց են ասում, հանգիստասիրում, բացելու եմ հանգիստ հանդարտ պայմաններում, առանց շտապելու, մի հատ գոլ ջրով անցկացնեմ, իրանք այսպես հերթականորեն շարված են արդեն, շատ լավ տարբերակա, չի լղկվում, չի փչանում, ոչինչ չի լինում։ Սա ռիմատատիկի տարբերակն է, այ որ իրանց տուն այդքան գնում եմ, ընդերիցել եմ նկարում, սա իրանց տարբերակն է, այսպես, հեշտականությունով բացել արանքները աղ և թուփ ուղղակի երևիքը պատառաքաղի օգնությանը դիմեմ, բայց հակառակ կողմով, որ չծկծկեմ, որովհետև լավ պինդ դասավորած է, այսպես, մի հատ տաք ջրով անցկացնեմ, դնեմ քամբի ու սկսենք փափաթել մեր տոլման։ Այսպես։
փաթաթով, շարքով, կարգով իրանց բացում եմ։ Հատ բացելու ենք, մնացածը առանց ձեզ։ Հիմա սիրելի հետևորդներ, սկսում ենք արդեն տոլման փաթաթել, վերցրել եմ սովորական կաթսա, մեջը ոչինչ չեմ դրել, ինչ եմ անում, պարզավոր տակի այս մեջտեղի հատվածում մի քիչ խիտ թփեր եմ դնում, թփի տերևներ եմ դնում, մարդիկ կան, որ ափսե են դնում, ճիշտն ասած մի ժամանակ ես էլ էի դնում։ Հիմա այս վերջ տարիներին էլ արդեն չեմ դնում, այս տարբերակը ավելի հեշտ ու հարմար է լինում։ Մի անգամից այսպես բացում եմ մի քանի թուփ, Instagram-ում լայվ խաղ կա, ինչ որ ցելոֆանի տոպրակով, բայց թե ես չեմ փորձում, ճիշտ է շատ սիրուն ու շատ լավ է ստացվում, բայց թե ես մեր ավանդական ոնց սովորենք փաթաթել, այդպես էլ փաթաթում եմ։ Ոչ շատ թմբլիկ, ոչ շատ բարակ։ Ամենք իհարկե տերևը փայլուն կողմը դեպի դուրս։ Ինձ թվում է կարիք էլ չկա ասելու, բոլորս էլ գիտենք։ Սիրում շարքով փաթաթում եմ։ Եթե պոչը երկար է, ձեռքի հետ կտրում ենք, իհարկե դա մեզ պետք չի, պարզից հետ պարզը, փաթաթը վերջացնեմ, որից հետո կշարունակենք իրան ուղարկելու ենք, որ եփվի։
Սիրուն սկսում ենք փափել։ Ահա, սիրելի հետևորդներ, այսպիսի գեղեցիկ դասավորություն եմ տվել տոլմային, հիմա ուղղակի թերթերով փակում եմ, հենց այսպես, աղ չեմ լցնում, որովհետև խճողակը նորմալ ձևի աղ էր, թուքն էլ ինքը աղի մեջ է, լվացել եմ, այդքան է դրիվ բավական է, ջուր եմ անում, սիրելի հետևորդներ, սկզբի համար կթվա թե շատ է, հա, տեսեք ջուրը եկավ հասավ 3-ը, բայց շատ չի, քանի որ սա այն տոլման է, որ սիրում եմ մարման դեպի ու դավեպի և յուղի փոխարեն փարքաստո, գիտեք, ունեմ և յուղ, և կարակ, բայց դրեցի բուսա յուղ, այս տարբերակով շատ լավ է լինում և շատ համեղ է լինում, փայլը տեղն է լինում, ուղարկում եմ գազօջախին ու սպասում ենք մինչև պատրաստ լինի, կհանդիպենք համտեսին։ Անցել է արդեն բավականին ժամանակ, սիրելի հետևորդներս, տոլման լավ եփվել է, այստեղ քարը հանել եմ, ափսեն էլ կհանեմ ու ինչպես նաև հանելու ենք նաև այս տերևները, ինչով եմ մատուցելու, քամած մածունով, կիտրոնով, ինչպես որ հարկն է, եկեք տեսնենք ինչպիսի տեսք ունի մեր համու հոտով տոլման, չի քանդվել, չի բացվել, այսպես ասած, ու շատ փայլուն տեսք ունի, սիրելի հետևորդներս, ի շնորհիվ բուսայուղի, փոքրիկ նրբություն, բայց կարևոր նրբություն ու տեսակ, որ շատ էլ չավելացրեցի, քանի որ ես արդեն իսկ օգտագործել էի յուղոտ միս։ Հիմա մեկն էլ հանեմ։ Փափկությունը նայենք և անուշանանք։ Շատ մարդիկ կան, որ ասում են միմիայն խոզի մսով եփված տոլման, սպիտակ է լինում, էս է լինում, այն է լինում, խնդրեմ, տեսեք, նայեք, համով, ընտիր, մի խոսքով ձեզ ասում եմ ստեսություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով։